Բայց ինչի եք մեղադրում, որ բան արինք, զոհերի համար ինչի եք մեղադրում։ Ղարաբաղի հարցի շարունակություն նշանակում է նոր պատերազմ, նոր զոհեր, նոր զրկանքներ, նոր շրջափակում եւ այլն իր անկանխատեսելի հետևանքով։ Նրանք, ովքեր ասում են Ղարաբաղի հարցը չի լուծվել, ասում են, որ Հայաստանը պետք է նոր պատերազմ անի։ Հայկական պետության կազմաքանդման ուղղությամբ մեր թշնամիները տասնամյակներ շարունակ տիտանական ջանքեր են գործադրել։ Թուրքերն են մեղավոր, իհարկե, նրանք են այդպես անում։ Երբ կանցնեն տարիներ եւ ժամանակի վավերագիժները կփորձեն անաչառ պատմությունը ներկայացնել, երևի թե նրանք կօգտագործեն նեոգաղութացում արտահայտությունը բնորոշելու այն իրողությունները, որոնք կատարվում են այսօր մեր ապրած օրերում, մեր աչքի առջև։ Մենք գիտենք, որ մարդկային բնույթը չի փոխվել եւ ռեալիստական հայեցակետից նայելով մարդը միշտ ուզում է ավելին ունենալ, ընդարձակվել։ Նույնն էլ մարդու ստեղծած պետություններն են, բայց ձևն է որոշակիորեն փոխվել եւ եթե առաջ կմտնեին ու կգրավեին, թեև հիմա էլ են դա անում, բայց հիմա նրբացրել ու փափկացրել են այդ ձևերը։ Մեր թշնամիները երկար տասնամյակներ, հենց այնքան որքան Հայաստանի անկախ հանրապետությունը տարիք ունի, ջանք են թափել Հայաստանի ներսում սոցիալական ինժեներիայով զբաղվելու։ Ցավոք սրտի, մեր թշնամի թուրքերի շահերը եւ նրանց բռնած վեկտորը մեր հանդեպ համընկել է արևմտյան աշխարհակարգի ընդհանուր քաղաքակրթական վեկտորին։ Այսինքն, եթե օրինակ հեդոնիստական ապրելակերպն արևմուտքն առհասարակ քարոզում է որպես նորմ եւ դա անում է ուղղակիորեն, ում տեսնում քարոզում է, ապա թուրքերի դեպքում դա հատուկ շահ էր Հայաստանի հարցում։ Եթե Հայաստանում մարդիկ որդեգրեն հեդոնիստական կենսակերպ, Հայաստանը կամաց կմարի։ Այսինքն այստեղ շահերի հետաքրքրական համընկնում է եղել ի վնաս մեզ։ Պետական ապարատը զավթել են մարդիկ, որոնք այլևս թշնամի են հայ ժողովրդին։ Պարզապես թշնամի են։ Նրանք անում են ավելի վատ բաներ, քան թե ադրբեջանցի կանեին։ Նույնիսկ ադրբեջանցի աշկներին երևալու համար, աշկ մտնելու համար անում են հակահայկական բացահայտ գործողություններ, բացահայտ։ Այս ժողովրդին խաբում են, հերթական անգամ ոնց որ 18 թվին են խփել, ամեն անգամ մի հատ խփում են, բոլոր հարցերում են խփում, քաղաքական, տնտեսական, սոցիալական, խփում են ու մտածում են անընդհատ կուլ են տալու այդ ստերը։ Պետք է հստակորեն ֆիքսել, որ թշնամի են թուրքերը, իսկ արևմուտքի դեպքում այնպես է ստացվել, որ այն ամենը, ինչ նրանք քարոզում ու տարածում են, հակառակ է մեր ազգային շահերին։ Այս թեմայով կարելի է երկար խոսել, նույնիսկ սիմվոլիկ մակարդակում։ Եթե վերցնենք ու համադրենք 2018-ի հանրահավաքային ելույթները, ազգ ու հայրենիք բառերը մի անգամ չեք լսի։ Պետություն ու ժողովուրդ կա, բայց նույնիսկ սիմվոլիկայի մակարդակում ազգ ու հայրենիք բառերը չկան։ 2018-ին պարտվեց ազգային նախագիծը, 2020-ին դրա ձևակերպումն արվեց գետնի վրա, մինչ օրս դա շարունակվում է։ Կառուցվում է մի նախագիծ, որը ոչ թե ապազգային է, այլ հակազգային։ Ապազգայինը ուղղակի ազգայինի բացակայությունն է, հակազգայինը պատերազմն է հայկականի դեմ։ Այսօր Հայաստանում թշնամի է հռչակվել հայկականությունը եւ մարդկանց քարոզվում է, որ վատ են ապրում, քանի որ հայկական օրակարգի եւ նախագծի հետևից են ընկած եղել։ Այս ամենն իհարկե պատահական չի ստացվել։ Այնպես չէ, որ Արցախյան առաջին հաղթական պատերազմի սերունդը լավն էր, իսկ այսօր վատ սերունդ է մեծացել։ Նման պատահական բաներ չեն լինում։ Սա թուրքերի եւ նրանց կցորդ ու լծակից Ադրբեջանի հետևողական սոցիալական ինժեներիայի աշխատանքն է, որը ցավոք 2018-ին տվեց իր պտուղները։ Պետք է հիշել եւ հիշեցնել, որ ազգայինի պահպանման հարցում ժամանակակից տեխնոլոգիաները մի կողմից լուծում են, մյուս կողմից հրաշագործ տեղամիջոց չեն։ Սրանց արանքում ինչ որ մի տեղ պիտի հավասարակշռություն գտնվի, առավելագույնս օգտվելու ընձեռված հնարավորություններից։ Երազային մոլուցք է, որ եթե համացանց կա թվային դարաշրջանը, ինչպես կարող է որևէ բան մոռացվել։ Թվային դարաշրջանում երբեմն որոշ բաներ ավելի լավ են մոռացվում, եւ այդ խաբկանքը չպետք է ունենալ։ Բայց մյուս կողմից, եթե արդեն իսկ կա քաղաքական եւ ազգային որոշում հիշելու եւ հիշեցնելու, կան նաեւ դրա տեխնոլոգիական լուծումները, եւ դրանցից պետք է օգտվել։ Ոնց Հիտլերը, չէ, հիշում եք Լեհաստան մտնելուց առաջ հայտնի խոսքը Հիտլերի, ով է հիշում հիմա հայերին։ Այսինքն, եթե մոռացել են հայերի այդ կոտորածները, մտեք ինչքան ուզում եք կոտորեք։ Հիմա Նիկոլ Փաշինյանի արածը նորից վերադարձել է, ով է հիշում հայերին այդ ռետորական հարցին։ Խնդիրը ազգային քաղաքական որոշման մեջ է։ Մեր ընդդիմադիր դաշտում ազգային գործիչներ կան, որոնց համար որպես սոցիալական կերպարների, որպես ազգային պետական կյանքում նշանակալից ավանդ ունեցած գործիչների շատ դժվար է ընդունել այս ախտորոշումը։ Այդ դեպքում կստացվի, որ իրենց պաշտոնավարման ընթացքում Հայաստանում տեղի է ունեցել թրքաբուծություն։ Որոշիր հարգելի քաղաքացի, թե որ երեսն է ճիշտ։